Մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան։ Այս կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել ԵԿՄ ներկայացուցիչները, սպարապետի զինակիցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Եռաբլուր չեն այցելի։ Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ է եղել 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը նույն թվականի հոկտեմբերի 27-ը։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը։ Տարբեր պաշտոններում մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն։ Վազգեն Սարգսյանին տրվել է հերոսական սպարապետ պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ հայկական բանակի կայացման գործում։ Շնորհվել է Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները։ Ազգային ժողովի падգամավորները ծափողջույններով շնորհավորել են երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ առաջարկել ծափողջույններով շնորհավորել սպարապետի ծննդյան կապակցությամբ։ Հիշեցնենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվել է։ Մենք գնում ենք դեպի իմ երազած Հայաստանը։ Այս մասին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է Արարատի նախկին մարզպետ ԵԿՄ անդամ Ռազմիկ Թևոնյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա Հայաստանը Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է։ Խոսելով սահմանազատման մասին նա նշել է, որ հասկանալի այդ գործընթացը։ Բոլոր մեր տարածքները սահմանագծման արդյունքում հետ են գալու, ասել է նա։ Լրագրողների հարցին, թե Վազգեն Սարգսյանը այսօր ողջ լիներ, կկորցնենք արդյոք Արցախը, Արարատի նախկին մարզպետը ասել է. Արցախը կորցնելու համար ազգովի բոլորս ենք մեղավոր։ Ինձ թվում է չէինք կորցնի Վազգենի կենթանի լինելու դեպքում։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիչկինը հայտարարել է, որ Երևանի ու Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցը շարունակում է մնալ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում։ Մի բան կարող եմ ասել, որ ռազմատեխնիկական համագործակցության թեման կա, դա մեր հարաբերությունների օրակարգում է։ Պարզ է, որ ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա, բայց մենք այս ոլորտում կուտակել ենք շատ մեծ ծավալ։ Ռուսական կողմում կա քաղաքական կամք պահպանելու այն, ինչ ունենք։ Հարցերը քննարկվում են, կամք կա խնդիրները լուծելու, նշել է Կոպիչկինը։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի եւ Ռուսաստանի Դաշնության սահմանապահների ներկայությունն է ապահովում հանրապետության անվտանգությունը, այլ ոչ թե արևմտյան ուժերի խոստումները։ Անվտանգության ոլորտում մեր համագործակցության հիմնական բաղադրիչները ռազմաքաղաքական դաշինքը պահպանվում են։ Ռուսական բազան շարունակում է մնալ այստեղ։ Մեր սահմանապահների ներկայությունը սկզբունքային առումով չի փոխվել եւ դա բավականին դրական է, գնահատում Հայաստանի ղեկավարությունը, նշել է դեսպանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի պետական հեռուստաընկերության հարցազրույց է տվել։ Նա առանձնապես նշել է, որ Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն է եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես Հայաստանի շահերի նկատմամբ է զգայուն։ Ներկայացնում ենք իրանական IRIB հեռուստաընկերությանը վարչապետ Փաշինյանի տված հարցազրույցից մի հատված։ Ես միշտ ընդգծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա։ Եվ սա թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։ Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են եւ քաղաքական երկխոսության մակարդակում եւ տնտեսական գործակցության մակարդակում։ Մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով է աճում։ Իհարկե կան նաև խնդիրներ, խոչընդոտներ, որոնց չլինելու դեպքում գուցե թե այդ հարաբերությունները մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին, բայց նաև կարծում եմ, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի բավականին լավ տեմպ ունենալ։ Դուք ասացիք, որ Իրանը պետք է հարաբերությունները զարգացնելու ինչ-որ քայլեր ձեռնարկի։ Ինչ պետք է անի։
Տեսեք, ես ասացի, որ մեր հարաբերությունները բնական զարգացման ծիրի եւ ուղեցրի մեջ են, եւ կարծում եմ, որ եւ Հայաստանի կառավարությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարաբերությունների զարգացումն ապահովելու համար իրականացնում են, եւ դրա վկայությունը մեր առևտրաշրջանառության աճն է, եւ նաեւ ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ իրանական ընկերությունները բավական լայնորեն ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես այսօր Հայաստանի եւ Իրանի միջև նոր մաքսային անցակետի շինարարության մեջ է ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության ընկերություն, հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ Քաջարան հատվածը հիմա հաջողությամբ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող ընկերություն։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից կա կամք բնական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը պահելու բնական ուղեցրի մեջ։ Ինչպես տեղյակ եք, Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են։ Ձեր կարծիքով ինչպես պետք է պաշտպանել այդ հարաբերությունները։ Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևը ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման վրա։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի շահերի նկատմամբ զգայուն ենք, եւ Իրանն էլ նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է որպեսզի վերջ դնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին, որը միլիոնավոր ուկրաինացիների եւ ռուսաստանցիների կյանք է խլել։ Նա նաեւ նշել է, որ Մոսկվայից ստացել է ազդանշաններ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին։ Մենք լուրջ քննարկումներ ենք անցկացրել Ռուսաստանի հետ եւ ստացել ենք զորեղ ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության։ Միթե դա հրաշալի չէր լինի։ Եթե ցանկանում ես վերջ դնել պատերազմներին, ուրեմն պետք է խոսես երկու կողմերի հետ, ասել է Թրամփը։ Կոնգրեսում ելույթի ժամանակ Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկից ստացել է նամակ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում ափսոսանք է հայտնել Սպիտակ տանը Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Վենսի հետ ունեցած բանավեճի կապակցությամբ։ Ուրբաթ օրը մեր հանդիպումը չանցավ այնպես ինչպես պետք է։ Ես ափսոսում եմ, որ դա տեղի ունեցավ, գրել է Զելենսկին։ Նա հայտարարել է նաեւ Ուկրաինայի պատրաստակամության մասին, որքան հնարավոր է շուտ սկսել բանակցությունները հակամարտությունը կարգավորելու համար։ Բացի այդ, Զելենսկին նշել է, որ պատրաստ է ընդերքի հանածոների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի եւ ցանկացած հարմար ձևաչափով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի երկրում օգտակար հանածոների եւ հազվագյուտ մետաղների արդյունահանումը մեծացնելու միջոցառումների մասին։ Այս շաբաթ ավելի ուշ ես պատմական գործողություններ կձեռնարկեմ կտրուկ մեծացնելու համար Միացյալ Նահանգների կարևոր օգտակար հանածոների եւ հազվագյուտ մետաղների արտադրությունը, նշել է Թրամփը երկրի իրավիճակի եւ ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ իր ելույթից մեջբերված հատվածներում։ Կանադայի կառավարությունը արել է ամեն ինչ, որպեսզի խուսափի Միացյալ Նահանգների մաքսատուրքերից։ Այս մասին հայտնել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին։ Նրա խոսքով Վաշինգտոնի խնդրանքով Օտտավան զգալի առաջընթաց է գրանցել Միացյալ Նահանգների հետ սահմանին անօրինական միգրացիայի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Ջոլին այվ ասել է, որ երկու մայրաքաղաքների միջև սակագների թեմայի շուրջ երկխոսությունը շարունակվում է։ Մասնավորապես մարտի 5-ին նախատեսված է նրա հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մարտի 4-ին Միացյալ Նահանգների վարչակազմը 25% մաքսատուրք սահմանեց Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների վրա, ինչպես նաեւ բարձրացրեց Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10-ից մինչեւ 20%-ի։ Ըստ Bloomberg գործակալության մաքսատուրքեր են սահմանվել ներմուծվող ապրանքների վրա, որոնց տարեկան ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.5 տրիլիոն դոլար։ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար, բայց այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար։ Ոչ ճանապարհ, ոչ երկաթուղի, ոչ խողովակաշար, ոչ էլեկտրահաղորդակցության գիծ, ոչ մալուխ, գրել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը Armenpress-ին տված հոդվածում։ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի, երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ
տնտեսական հաղորդակցությունները։ Մեջբերում եմ, Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փակ են։ Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի, երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները։ Նա հիշեցնում է, որ դեռ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանային 3 կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներին Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու եւ ասենք դեպի Նախիջևան եւ Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է։ Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ընդունվել 1-2 շաբաթվա ընթացքում դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներն արագ կառուցելով։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությունից հետո նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի եւս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է հրավիրել մի շարք նախարարների եւ հանրապետության բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցումից հետո, որը կկայանա երեքշաբթի։ Այս մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրին։ Հանդիպանը թիվս այլոց կմասնակցեն վարչապետ Ֆրանսուଆ Բայրուն, զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն, արտաքին գործերի նախարար Ժան-Նուել Բարոն, արտաքին գործերի նախարարությունում Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադադը եւ էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության եւ թվային ինքնիշխանության նախարար Էրիկ Լոմբարդը։ Երկրի ղեկավարը բացի Կիևին ամերիկյան օգնությունը կասեցնելուց կառավարության անդամների հետ կքննարկի Եվրամիության գագաթնաժողովը, որը տեղի կունենա մարտի 6-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինային օգնության ուժեղացումը եւ պաշտպանական ծախսերի ավելացումը։ Եթե Հայաստանը Հռոմի ստատուտը չընդուներ, հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլիներ, դա բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու հնարավորություն է ստեղծել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մենք եթե Հռոմի ստատուտը չընդունեինք, շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք հիմա, նաև տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ։ Ապագայում շատ բաներ կան, որ հնարավորություն չէինք ունենա իրականացնել, ասաց Սիմոնյանը, մանրամասները չհանրայացնելով, անդրադառնալով հարցին, արդյոք Հռոմի ստատուտն արևմուտքի կողմից ճշումներով է ընդունվել, ազգային ժողովի նախագահն պատասխանեց. հակառակը։ Սիմոնյանի խոսքով Հայաստանը Հռոմի ստատուտն ընդունելով իրավիճակ դիրքորոշում ու հնարավորություն է ստեղծել տարբեր բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու։ Նրա վստահեցմամբ Հայաստանն այդ խաղաքարտ օգտագործել է բոլոր հարցերում, այդ թվում գերիների հարցով։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի դեմ վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու նպատակով պետք է մաքսաննենք ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան։ Քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի գործընկերների հետ Եղվարդի խճուղում ձերբակալել են 5 տղամարդու, որոնցից 2-ը օտարիեկրացի եւ նրանցից մեկի Opel Astra Micra ավտոմեքենայով դերս ներկայացրել նախաքննական մարմին։ Անձնական խուզարկությամբ Երևանի 38-ամյա բնակչի մոտ մետամֆետամինի նմանվող զանգված է հայտաբերվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Opel-ի սրահում հայտաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կիլոգրամ 178 գրամ զանգված։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ 6 անձ կալանավորվել է եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հայաստանի Հանրապետության օրհներքի մասին փոփոխությունների եւ լրացումների նախագծի ընդունումից հետո, բացի դպրոցներից եւ բուհերից, որտեղ արդեն իսկ գործող տարբերակով պետք է հնչել, օրհներքը կհնչի նաեւ նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաեւ մասսագիտական կրթության եւ ուսուցման հաստատություններում։ Այդ մասին այսօր մարտի 4-ին ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության օրհներքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի
մշակույթի սպորտի նախարար հարակից զեկուցող Ժաննա Անդրեասյանը։ Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել կատարման ընթացակարգերի վերաբերյալ, ասաց նախարարը։ Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց, թեև Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքով նախատեսված էր, որ այն պետք է կատարվի տեքստին եւ երաժշտությանը համապատասխան, սակայն չկար պաշտոնական մեկ միասնական տարբերակ եւ այն իմպրովիզներով էր կատարվում։ Ըստ падգամավորի Հայաստանի Հանրապետության օրհներն այսուհետ պետք է հնչի կամ կատարվի բացառապես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հրապարակած պաշտոնական տարբերակին համապատասխան։ Հիշեցնենք, որ նախագծի համահեղինակներն են падգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուի Ղազարյանը, ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ այն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով։ Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ աղա Նաբեղա Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարք Ամեն Տեր Նուրհան arczepiskopos Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Արնոնայի հարկային պարտքերի հարցով։ Armenpress-ի հաղորդմամբ նշվում է, որ նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել եւ դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները եւ վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները խնդրին լուծում գտնելու համար։ Երուսաղեմի հայոց պատրիարքության սեփականությունը սպառնում է մոտալուտ բռնագրավում իր պատմական գույքի վերաբերյալ վիճելի համայնքային հարկային պարտքի պատճառով, որը կառավարության պնդմամբ գոյացել է 1994 թվականից։ Եթե 2025 թվականի փետրվարի 24-ին դատարանը մերժի պատրիարքարանի բողոքը, քաղաքապետարանը կբռնագրավի եւ աճուրդի կհանի հայկական եկեղեցիների ունեցվածքը, որը պատրիարքարանի սեփականությունն է դարերով իր հերթին գրել է ասպարեզ պարբերականը։ Ինչպես կարող է պատահել, որ ես չհետևեմ Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ գործողություններին, որոնք որ շատ ցավալի են։ Այս մասին Արմլուրի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ես կարծում եմ, որ կա որոշակի խնդիր կառավարության, իշխանությունների կողմից ներկայացնելու իրենց գործընթացների վերաբերյալ, որոնք որ իրականացնում են։ Այդ խնդիրը պետք է ինչ-որ ձև լուծվի։ Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն, հանրայնացնելու իրենց գործողությունները, որպեսզի երկիմաստություն չլինի եւ հասարակության մեջ բողոք չառաջանա։ Ռուբեն Վարդանյանն իմ դպրոցական ընկերն է եղել։ 1 տարի փոքր է ինձնից։ Ես կարծում եմ, որ կարող եմ ավելի շատ անել, քան հացադուլն է։ Այս պահին որոշակի գործողություններ անում եմ։ Ես որոշակի տեղեկությունների եմ տիրապետում եւ աշխատում եմ այնպիսի ազդեցություն ունենալ, որպեսզի այդ տեղեկությունները տեղ հասնեն, ասել է նա։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի Հանրապետության իշխանություններին ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին եւ պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը։ Առաջնահերթություն հայտարարել գերիների ազատ արձակումը, հրավիրել մամուլի ասուլից, հոդված գրել առաջատար պարբերականում, հանդիպել գերիների ընտանիքների հետ, կոչ անել դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, իրենց ներկայացուցիչներին ուղարկել դատարաններ եւ նույնիսկ խնդրել Բաքվին թույլատրել հայ դիտորդների մասնակցությունը, դիմել ԱՄՆ նախագահին եւ պետքարտուղարին, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդներին, շարունակել դատավարությունները ՄԱԿ-ի միջազգային դատարանում եւ Միեդում, պահանջել ՄՔԴ դատախազին Արցախից Հայաստան 120,000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել, դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին։ Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ նա ոչինչ չի տվել Ռուսաստանին վշտից բացի։ Իսկապես բոլորը լավ են հիշում, որ Թրամփի նախորդ նախագահական ժամկետում բազմաթիվ պատժամիջոցներ են մցվել եւ սկսվել են զենքի մատակարարումն Ուկրաինա։ Դա իսկապես եղել է, այս առումով մենք կարող ենք միայն համաձայնել, նշել է Պեսկովը։ Իր ելույթներից մեկում Թրամփը հերքել է ռուսամետ դիրքորոշման մասին մեղադրանքները եւ նշել, որ ինքը Ռուսաստանին վշտից բացի ոչինչ չի տվել։ Թրամփը հիշեցրել է, որ իր օրոք պատժամիջոցներ են սահմանվել Մոսկվայի դեմ, իսկ Ջավելին հրթիռային համակարգերը մատակարարվել են Կիև։ Երբ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան, ես սպասում եմ իմ գործընկեր Մատվիենկոյի այցին, նախնական համաձայնություն ունենք հունիսի 5-ից 6-ը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իրենց առաջարկած օրերին ես այստեղ չէի լինելու։ Ղազախստան պաշտոնական հրավեր ունեմ հունիսի 15-ից 16-ը, նշել է Ալեն Սիմոնյանը։
Փարաքար խոշորացված համայնքի ԿՊԱ-ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հերթական պատմության մեջ է հայտնվել։ Երեկ երեկոյան Փարաքար Էջմիածին ճանապարհին Գյուլնազարյանը ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին այս լուրը վթարի մասին։ Բախվել են 3 մեքենա։ Մեքենաներից մեկը եղել է Լյուդվիգ Գյուլնազարյանինը։ Թեպետ ԿՊ-ից Գյուլնազարյանին հատուկ զգուշացրել են մինչև Փարաքարի ընտրությունների ավարտը չհայտնվել սկանդալների մեջ վարկաբեկիչ պատմություններով աչքի չընկնել, սակայն Գյուլնազարյանը փաստորեն չի կարողանում զերծ մնալ նման պատմություններից։ ԿՊԱ-ական համայնքապետը դասեր չի քաղում իր շուրջ առաջացած աղմուկից։ Օրերս գրել էին, որ Փարաքարում հերթական խուլիգանությունն է տեղի ունեցել համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Հրաչյա Շարոյանը եւ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Էրիկ Ասատրյանը եւ Արամ Սուքիասյանը ծեծի են ենթարկել Փարաքարի բնակիչ 40-ամյա Էդգար Հովակիմյանին։ Դեպքը տեղի ունեցել, երբ Հովակիմյանը անձնական հարցով գնացել է համայնքապետարան։ Փարաքարում վերջերս սպանություն էր տեղի ունեցել փետրվարի 5-ի լուսաբացին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի ԿՊԱ-ական գյուղապետ Մհեր Ախտոյանի տան մոտ մեծ ռազմորկա էր տեղի ունեցել։ Ծեծկրտուկին 1 տասնյակից ավելի անձ էր մասնակցել կրակոցներից։ Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա տղան էր սպանվել, 1 այլ անձ վիրավորվել։ Նշենք, որ եւ Ախտոյանը եւ Լյուդվիգ Գյուլնազարյանն ասում են քրեական գործով։ Այսօր ազգային ժողովի հերթական նիստում Ալեն Սիմոնյանը ասել է. «Եթե Հայաստանի Հանրապետության որևէ զինվորական գնում է սահման եւ հարց պետք է կանգնի իր կյանքի գերին կնելու ու Հայաստանի Հանրապետության պատասխանը միանշանակ է»։ Վերջինս շարունակեց. «Զինվորականը, որ գնում է բանակ, մտածում է Հայաստանը պետք է վերանա, ինքը պետք է վերադառնա, առողջ լինի։ Երբ որ ես բանակում ծառայել եմ, գնացել կանգնել եմ պոստ իմանալով, որ ես կարող եմ չվերադառնամ։ Ես պատասխանատու եմ ոչ միայն անհատապես ամեն մի քաղաքացու այլ գլոբալ առումով Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետության զինվորականները այն բանի համար են, որպեսզի պետք եղած ժամանակ իրենց կյանքով պաշտպանեն Հայաստանի շահերը։ Ըստ ազգային ժողովի նախագահի Հայաստանի շահն ավելի բարձր է, քան անհատական իմ շահը։ Եթե ես գերին կնեմ կամ ինքնաթիռում լինեմ եւ հարց լինի Հայաստանի գոյության, խփեք այդ ինքնաթիռը վարկյան անգամ չմտածելով»։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայան, ում մուտքը արգելվել է Ռուսաստան-Ճապոնիայի 8 այլ քաղաքացիների հետ, Մոսկվայի որոշում անընդունելի է համարել։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսությունը, չնայած երկրների հարաբերություններում առկա դժվարություններին։ Լիովին անընդունելի է պատասխանատվությունը Ճապոնիայի վրա քսելը, ասել է Իվայան, նշելով, որ Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցների նախնական պատճառը Ուկրաինայում տիրող իրավիճակն է։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է 10-ը, ինչպես նշել է Իվայան, Ճապոնիան ծրագրում է ձեռք մեկնել Ռուսաստանին ափսոսանք հայտնելու ներկայիս դիվանագիտական լարվածության համար։ Բացի այդ, ճապոնացի նախարարը կարևորել է երկու երկրների միջև կապի պահպանումը շատ կարևոր խնդիրների լուծման համար։ Այս տեսանկյունից ես ցավալի եմ համարում, որ ինձ արգելում են մուտք գործել Ռուսաստան, ընդգծել է Իվայան։ Ավելի վաղ մարտի 3-ին ի պատասխան Տոկիոյի սահմանած պատժամիջոցների Ռուսաստանը հայտարարեց Ճապոնիայի մի շարք քաղաքացիների մուտքի արգելքի մասին, այդ թվում Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայային եւ Ուկրաինայում երկրի դեսպան Մասաշի Նակագոմեին։ Ընդհանուր առմամբ 9 մարտ ենթարկվել է ռուսական պատժամիջոցների, նրանց թվում է նաեւ նախկին դեսպան Կունինորի Մացուդան եւ բիզնեսի ներկայացուցիչներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է Շաումով խաղերի եւ բուկմեյքերական գործունեության համար սահմանել 10% շրջանառության հարկ։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ վերջին 13 տարիներին Շաումով խաղերի եւ բուկմեյքերական գործունեության ծավալները կտրուկ աճել են։ Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին $35 միլիոն, իսկ հարկերի հարաբերակցությունը $2.6 միլիոն էր կամ 7.2%, ապա 2010-ից 2023 թվականների ընթացքում գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ եւ 2023 թվականին ծավալները կազմել են $15.8 միլիարդ, իսկ հավաքագրվող հարկերը կազմել են $67 միլիոն կամ ծավալի 0.4%-ը։ Երբ նայում ենք հարկերի տեսակարար կշիռը ծավալում, տեսնում ենք, որ 2010 թվականին հարկերի տեսակարար կշիռը 7.2% էր, մինչդեռ 2023 թվականին հարկերի տեսակարար կշիռը իջել է եւ հասել է 0.4%-ի, ընդգծեց Սարգսյանը։ Նրա խոսքով վերջին 5 տարիների ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, որոնք առաջին հայացքից գալիս էին սահմանափակելու եւ կրճատելու ծավալները, սակայն դրանք, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդքան էլ նպատակին չծառայեցին։ Սահմանափակումները, որոնք մենք ընդունել ենք, չեն գործում, ցավոք սրտի, որովհետեւ խաղային օպերատոր դեռևս չունենք։ Ուզում եմ նշել, որ խաղային օպերատորի մասին
Ես հարցը բարձրացրել եմ դեռևս 2022 թվականի հունվարին, տարեսկզբին, եւ 2022 թվականի ամռանը արդեն Բեկի կողմից շրջանառության մեջ դրվեց խաղային օպերատոր ունենալու մասին օրենքի նախագիծը, որով պետք է մենք ունենայինք խաղային օպերատոր, որը կմտցներ այն սահմանափակումները, որի մասին դուք նշում եք։ Ցավոք սրտի խաղային օպերատորի մասին օրենքի նախագիծը քննարկվեց ավելի քան 2 տարի եւ ընդունվեց 2024 թվականի ամռանը, իսկ ուժի մեջ մտավ դրանից 6 ամիս հետո 2025 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն այս պահին էլ ունենք ուժի մեջ մտած օրենքի նախագիծ, որը չի գործում, ցավոք սրտի, մենք չունենք խաղային օպերատոր եւ որևէ սահմանափակում չենք կարող կիրառել այս պահին։ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ճիշտ չի համարում մեկնաբանել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունները։ Նրա խոսքով մեր ամոթն է, որ նրանք բոլորն այնտեղ են եւ մենք պայքարում ենք, որ առանց բացառության հայ գերիներն օր առաջ վերադառնան Հայաստան։ Մյուս կողմից Շարմազանովն իր հիացմունքն է հայտնում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հանդեպ, ով գտնվելով ադրբեջանական գերության մեջ իր ցուցմունքում հստակ նշեց, որ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետեւ սա Արցախի ինքնորոշման պայքար է եւ որևէ պետության դատարան չի կարող իրենց դատել։ Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների մարտի 3-ին Բաքվի հերթական շինծու դատական նիստի ժամանակ ցուցմունք էր տվել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկացել է նամակ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տվել։ Կրկին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության Արայիկ Հարությունյանն իբր հայտարարել է, թե տեղյակ չի եղել 2020 թվականի ամռանը Տավուշում տեղի ունեցած իրադարձությունների մասին, պատկերացում չի ունեցել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Հարությունյանի խոսքով ինքը նոր մարդ է եղել եւ 2020 թվականի ամռանը սկսել է այցելել առաջնագից տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների Հարությունյանը նշել է, որ բանակի մասին ողջ տեղեկատվությունն իրեն տրամադրել է հայկական մամուլի ծառայությունը։ 47-ամյա Վարդան Յուրիկ Ղուկասյանը, ով Հայաստանի քաղաքացի է, գտնվում է ԱՄՆ մաքսային եւ միգրացիայի ծառայության կալանքի տակ Լաս Վեգասում, Նևադա նահանգում։ Նա ձերբակալվել է ԱՄՆ մաքսային եւ միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից փետրվարի 20-ին եւ տեղափոխվել կալանքի միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ասել է ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային վարչության Արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։ Ավելի վաղ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, սակայն կուսակցության պնդմամբ նա ձերբակալված չէ։ Վորոնեժում ռուսաստանցի է ձերբակալվել, որը ուկրաինական հետախուզությանը տեղեկություններ է փոխանցել ռազմական օբյեկտի մասին։ Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ազգային դաշնության ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Նշվում է, որ նա գործելով շահադիտական նպատակներով ռազմական օբյեկտի գործունեության մասին օտարերկրյա հետախուզությանը WhatsApp-ի միջոցով տեղեկություններ է փոխանցել, որոնք հնարավոր է օգտագործվել Ռուսաստանի դաշնության զինված ուժերի դեմ։ Հարուցվել է քրեական գործ, միջոց են տրվել կանոնավորումը։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօրվանից սկսած մինչև մարտի 7-ը օդի ջերմաստիճանը եւ գիշերը եւ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-ից 13 աստիճանով։ Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան, գիշերը եւ մարտի 4-ի առավոտյան սպասվում է ձյուն։